Պարոն Ալեքսանյան, ընդդիմությունը շարունակում է պնդել, որ 26 թվականի հունիսի 7-ին դրությունները ոչ լեգիտիմ են, կեղծվել են եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ տեղամասերում հայտարարվեց, որ արդյունքները անվավեր են ճանաչվել, ըստ էության ասում են, որ պետք է նոր ընտրություններ տեղի ունենան, որովհետեւ սրանք ոչ լեգիտիմ են։ Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները։ Ակնհայտ է հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մասշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին սակայն չի ծախվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ծախու արարածներին ասել է, որ ինքը իր ոգին ու իր քվեն չի վաճառում։ Պարոն Ալեքսանյան, քանի որ իշխանության տարբեր պաշտոնյաներ են նշում, որ այդ ընտրակաշառքները մեծ դեր են ունեցել, ինչու քաղաքացիական պայմանագիրը եւս սահմանադրական դատարան չի դիմում կամ գուցե քննարկում եք դուք եւս դիմեք սահմանադրական դատարան այդ մասով ձեր առարկությունները ներկայացնելու կամ չգիտեմ արդյունքները օրինակ չեղյալ համարելու պահանջով։ Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն այն ինչը ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, այնա որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի այսպես բաներում։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից։ Պարոն Ալեքսանյան, հիմա սահմանադրական դատարան ինչու չեք դիմում։ Ընտրակաշառքով են ընտրում։ Առնվազն ԿՀ-ի դիմաց երեկվա ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հրավիրած հավաքի հանրահավաքի թիվը դա է հուշում, կներեք դա 5 միլիոն ձայն ստացած քաղաքական միավորի հավաք չէր երեք ԿՀ-ի։ Առնվազն ակնհայտ է, որ իրանք մարդկանց հետ գործարքի են գնացել, մեկ անգամյա է եղել այդ գործարքը, փողը վերցրել են, ընտրել են հետագա ցույցերի բանի մասով, պայմանավորվածություն չի եղել։ Ալեքսանյան, եթե ընտրությունները կեղծված մեզնից շատ մարդադժգոհ, բայց այդ ուժերը իրանք ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել են ընտրակաշառքի բերումով, որտեղ նույնիսկ մեզ չսիրող, մեզ չընդունող, մեզ մերժող քաղաքացին հասկացել է, որ սրանք ընտրակաշառատու սրիկաներ են եւ սրանց քվետալ պետք չի։ Պարոն Ալեքսանյան, խորհրդարանը որ ձևավորվում է եւ այն խնդիրները, որ դուք նշում եք։ Ես 5 միլիոնի մասին չեմ խոսում, ես ասում եմ նրանց մեծամասնություն ու ես պնդում եմ իմ ասածը։ Պարոն Ալեքսանյան, խորհրդարանը որ ձևավորվում է ըստ էության բոլոր գործերը չեք տենում այդ գործերը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունից քանի падգամավորի տեխնացու է այս բայից փախած քննությունից 4 Բայց հիմա կներեք խեք ինձ ընդհատում, ինչ եք ինձ ընդհատում։ Ես հասկանում եմ, որ դուք ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց եք ներկայացնում, բայց հարց չեք տալի, թողեք ես ավարտեմ, նոր տվեք այդ հարցը։ Հիմա ասում եմ, ուժեղ Հայաստան կուսակցությունից 4 падգամավորի տեխնացու հետախուզման մեջ է, ընտրակաշառքի գործով, փախածա քննությունից, ինչ ասա նշանակում։ Կարելի է հիմա Հետախուզման մեջ է։ Պարոն Ալեքսանյան, կներեք մյուս գործընկեր 100, բայց մի ժամ հարցնում եմ։ 100-ավոր մեղադրյալներ կան ընտրակաշառքի գործով, դեռևս մեղադրյալներ 3 ընդդիմադիր ուժերից, սակայն նրանք ձեզ են մեղադրում ընտրակեղծարարության մեջ, ոչ ժողովրդավար լինելու մեջ, ինչ գնահատական։ Դե դա էլ հենց սրա մասին է խոսքը, որ մեր գործընկերները որոշել են, որ իրանք կարան քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցնեն, ասենք մի ուժեղ գլուխը 5000 էր ասում ԲՀԿ-ի ձայնագրության մեջինը, ուժեղ Հայաստանի իշխաններ ասում ամիսը 100 թե 150։ Ըստ երևույթին ամենաբարձր գնապիտակը իրանցն է, որ գան նոր ազգային ժողով, եթե հանկարծ սխալվեն գան նոր ազգային ժողով, ես կարծում եմ այդ գնապիտակները պետքա հետ վերադառնան իրենց ճակատներին։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, քանի որ դուք նաև ասում եք Իրանք են ասում։ Շատ բան են ասում։ Ինչն են մի հատ այդ ձայնագրություններ լսեք, էլի ասում են կոնտեքստից կտրված է։ Մի հատ որ կոնտեքստի մեջ ուզում եք այդ արտահայտությունները դրեք։ Որ կոնտեքստի մեջ է, որ դա ընտրակաշառք չի ու դա օրինական։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է ոչխարներին առաջ եմ անում, տանեմ ցույցի։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է գլուխը 5000։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է մարդը 70 է ստանդարտ գինը, թե մարդը 50։ Որ կոնտեքստի մեջ է, որ այդ ընտրակաշառք չի։
Պարոն Ալեքսանյան, 6 տարի Գագիկ Ծառուկյանին դատում եք ընտրակաշարք տալու համար, վերջում արդարեցվեց։ Ոնց արդարեցվեց։ Ոնց արդարեցվեց։ Գագիկ Ծառուկյանի մի վարքյան չէ, ինչ արդարեցվեց։ Մի ասեմ ոնց արդարացվեց, որ մեր քաղաքացիների համար տպավորությունը բան լինի։ Ինչ էր իր անկերության տնօրենի ազգանուն Արուստամյան։ Արուստամյան Սեդրակը մեղքի իր վրա վերցրեց ամբողջությամբ, դատվեց ընտրակաշարքի գործով եւ Ծառուկյանը արդարացվեց, այտենց արդարացվեց։ Հա, տենց արդարացվեց։ Եթե իմաստეთ նկատի ունեք, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի մեղքը իր վրա վերցնելու է Նարեկ Կարապետյանը ու արդարացվի Սամվել Կարապետյանը, չգիտեմ, տեսնենք։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, քանի որ դուք նաև այդ ցույցը հաշվի առնելով եք ասում, թե ինչքան մարդ է հնարավոր մեր օպերատորները հուշում են ընտրակաշարքի արդյունքում կամ հետևանքով, այդ նշանակում է մոտավորապես առնվազն 500,000 մարդ, եթե այդպես կոպիտ բանով ասենք, 3 ընդդիմադիր ուժերի ընտրակաշարքով է քվեարկել։ Ես ասում եմ, մեծամասնությունը չեմ ասում Դե բոլորը։ ասում Ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր ակնհայտ է, թե ինչ մասշտաբի։ Չէ, ցույցը միշտ չի արտացոլում քո բոլոր ընտրողների թիվը, բայց ցույցը հստակ արտացոլում է քո ընդհանուր աջակցության ծավալը երկրում։ Առնվազն այնքան են, որ ընտրություններում փոխել են իրավիճակ։ Այդ պնդումը ամենևին Ընդդիմության մասով գուցեև։ Հիմա ես դեմ ինչ քպան չի քննարկում սահմանադրական դատարանում այս հարցը բարձրացնել։ Դե ես նոր ասացի, որ այս առումով մենք առնվազն տեսնում ենք օրենսդրական լուրջ բացեր, ու ինչը եւ տրամաբանական է, քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործող սահմանադրությունը գրվել է հենց այս կլանի ներկայացուցիչների կողմից, որպես Այսինքն բաց ինչ առումով, ինչ եք ուզում անել, որ գործող Օրինակ օրենսդրությամբ հստակ գրված չի, որ եթե մի ուժը սիստեմատիկ ընտրակաշարք է բաժանում ու բռնվում, ինչ է տեղի ունենում։ Գրված չի հստակ։ Ես կարծում եմ դա պետքա շատ հստակ գրել։ Սա իմ կարծիքն եմ ասում։ Պետքա շատ հստակ լինի, որ օրինակ եթե օրինակ սիստեմատիկ բացահայտումներ են լինում ընտրակաշարքի մասով, առնվազն այդ կուսակցությունը այլևս չկարողանա ընտրություններին մասնակցել։ Ինչա վարչական ռեսուրսը մեկնաբանեք խնդրում։ Դե մեկնաբանեք, դուք եք տալի պետական ապարատը, որը օգտագործում է իշխանության Ոնց է օգտագործում, խնդրում մանրամասները։ Եթե կներեք, բայց եթե ես ձեզ վստահեցնում եմ, եթե հանրահավաքին ավտոբուսով բերվող մարդ լինի, այդ մարդը 100% վստահությամբ ձեզ ասում եմ, որ նա մեզ չի ընտրի։ Եթե մարդուն ստիպողաբար տանեն հանրահավաքի, այդ մարդը հաստատ չի ընտրի ոչ մեկին։ Պարոն Ալեքսանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Կներեք, հետևաբար, եթե ձեր ասած տրամաբանությամբ ելնենք, ապա եթե նման դեպքեր եղել են, խնդրում եմ այդ բոլոր դեպքերով դիմեք ոստիկանություն, բայց եթե նման դեպքեր եղել են, այդ դեպքերը Ապարանի դեպքը մարդուն նորմալին է, վերին Ինչ տարածեց։ ձայնագրություն ինչպես է Կներեք, էլի 1000 ներողություն Թաթյանը ինչ-որ համալսարանից, ինչ-որ մի դասախոսի կողմից մի հատ ձայնային հաղորդագրություն է տարածել, որը չգիտեմ ինչքանով է լուրջ առհասարակ քննարկել։ Չէ, կներեք, մի վարքյան, եթե լիներ վարչական ռեսուրսի տոտալ ինչ-որ տենց ձեր ասացի պես կամ այդ չգիտեմ եռագլխի պոչի ասացի պես ինչ-որ մի բան, 1000 ներողություն իհարկե, բայց այդ նույն համալսարանից դասախոսներից մեկը օրինակ Թատրոնի ցուցակով տեխնացու չէր էլ։ Այդ ինչի մասին եք Այն, որ հիմա ուզում են փակեն, Պարոն Ալեքսանյան, Չէ, դրա մասին։ այդ Մասիսի դեպքը, որ ձեր աջակիցները ծեծել են, մյուս դեպքերի Ում աջակիցներ, ինչից իմացաք, որ մեր աջակիցներն են։ Կհիմնավորեք, որ մեր աջակիցներն են։ Ով էր ասում։ Մեկ տեսանյութ ցույց տվեք, ով ասում, որ մեր Ձեր աջակիցներ։ աջակիցներ չեն, բայց Ես չգիտեմ ովքեր են, դուք ասում եք մեր աջակիցներն են, ես ինչ իմանամ, մեր աջակիցներն են թե չէ։ Ով է պատասխանում։ Պարոն Ալեքսանյան, Ծեծվողը շատ բան կարա պնդի, հիմա ես ասում եմ այդ մարդկանց մեր հետ կապող ինչ կա առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, կներեք, Չգիտեմ ես, ասում եմ, ասեք, դուք պնդում եք անում։ ԵԿՄ-ի Համանեք ջան, վերջացրու։ Պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի օդանավականում արված կադրերը, որոնք անձնական տվյալներ են պարունակում, ինչպես է հայտնվում հա իշխանական կարգերից մեկում, ինչ թույլտվությամբ, ինչ միջոցներով։ Ես չիմանամ, լրատվականները, դրանք լրատվականներ են, հիմա ձեր կայքերում էլ օր մեջ բան է հայտնվում, ինչ իմանամ, որտեղից է հայտնվում։ Չկներեք, էլի պարոն Ալեքսանյան, Արգելի գործընկերներ, հիմա ես ընդդիմադիր կայքերը, որ սկսեմ թերթել, իմ տպավոր
տպավորություն կստեղծվի, եթե ես իհարկե չհասկանամ, որ դրա 90%-ը եթե չիմանամ, որ սուտ է, իմ մոտ տպավորություն կստեղծվի, որ այս մարդիկ ախը նիստերից արտահոսք ունեն, մեր խմբակցության նիստերից երբ որ ԱԱԾ-ն է այդպիսի տեսանյութեր տրամադրում լրատվամիջոցներին։ Եկել ես ինչ-եք պատմություն սարքել։ Ռոբերտ Քոչյանը խիստ նեղվել է, որ իր վիդեոն Ռոբերտ Քոչյանը երկար ժամանակ երազելու է, որպեսզի փախնի Հայաստանի Հանրապետությունը, ու չի կարողանալու փախնի Հայաստանի Հանրապետությունը։ Ու ես, անձնական կյանք լեցեք ասում եք, որ մարդու անկողինն են նկարել։ Օդանավակայանում մարդու նկար այդ ինչի մաս։ Լավ, հիմա պարոն Ալեքսան։ Ժողովուրդ ջան, օդանավակայանը հանրային տարածք է։ Հանրային տարածքում ինչ կա, ես չգիտեմ ու Հարգելի գործընկերներ, Ռոբերտ Քոչյանը երազելու է, որ փախնի Հայաստանից ու չի կարենալու։ Եթե Ռոբերտ Քոչյանը շատ է ուզում ինչ-որտեղ մտնի, թող գա մտնի։ Այս դահլիճ ու ես խոստանում եմ իր համար անմոռանալի նիստեր կլինի։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքում գործող Զվարթնոց միջազգային օդանավակայանը, առնվազն այն տարածքը, որտեղ որ այդ ֆոտոն, վիդեոն արվել է, հանրային տարածք է։ Դա չի կարա համարվի անձնական տվյալ։ Ես չգիտեմ ինչ տեսակցիկով է։ Բա դուք տեսել եք։ Նորմալ է, պարոն Ալեքսանդյան, նկատում եմ Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում եմ, այդ տարածքը հանրային տարածք է։ նշանակում է արտառոց ոչինչ չկա։ Դա հանրային տարածք, չի ուզում եք ասեք, դա անձնական կյանք, ասենք դա Ռոբերտ Քոչյանի, ինչն է, ներքին սենյակն է։ Սահմանապահի թիկունքում գտնվող տեսախցիկով, որը միայն տիրապետում է անվտանգության աշխատակիցը։ Ես չգիտեմ, դա եթե դուք այդպես էքսպերտիզա եք արել, նմանապնդում եք անում, դա ձեր գործը։ Հարգելի քաղաքացի, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը շատ ավելի շատ մտահոգվելու բան ունի իր հետագա կյանքի հետ կապված, քան կոնկրետ այդ տեսանյութը։ Դուք գնացել եք ձեր շարժը նկարել եք, դա նորմալ է, բան ալեք։ Ժողովուրդ ջան, այդ տարածքում բոլորը նկարվում են, դա փակ տարածք չի, դա անձնական տարածք չի, անձնական կյանք չի։ Հարգելի գործընկերներ, դեք նույնն է, ոնց որ հիմա ինձ նկարում եք, ես ասեմ դուք հիմա իմ անձնական կյանք եք ներխուժել ու արտահոսք եք անում։ Հանրային տարածքա չէ։ Հələ սա հանրային տարածք էլ չի։ Պարոն Ալեքսանդր, լավ, դե մի մանիպուլյացիա ես մեկ հարց ունեմ, եթե Խնդրեմ, Պարոն Ալեքսանյանի քպականները Facebook-ում գրում են, որ ինչ-որ նախագիծ է շրջանառվելու, ըստ որի ով Հայաստանից 6 ամսով բացակայել է, այլևս ընտրելու իրավունք չի ունենալու։ Մի քիչ Դե դուք մանրամասնեք։ Խոսքը ընտրական իրավունքում ռեզիդենտության այդ ցենզը ներմուծելու մասին է, բայց կոնկրետ մանրամասներ այս բանը թույլ տվեք չասեք, քանի որ դեռ քննարկումների փուլում է ու տարբեր կարծիքներ կան, բայց առնվազն նման միտք կա, որ ընտրելու իրավունքը քաղաքացու կապել նրա հետ, թե ինչքան ժամանակ է ինքը ապրում Հայաստանում։ Ֆրակցիան է նախաձեռնելու, եթե։ Այո, Ինչքան ժամանակ եք նախատեսել։ Չեմ կարող ասել, նորից եմ ասում, որովհետև շատ տարբեր 6 կարծիքներ կան ամսվա այս բանը։ տարբերակն է, որովհետև քպականների գրառումներում շրջան։ Տարբեր մոտեցումներ կան, կա նաև այլ տարբերակ, բայց մի խոսքով նախաձեռնությունը կյանքի շատ արագ։ Այսինքն այս խորհրդարանը արտահերթով հնարավոր է ընդունի, թե Հնարավոր է, ինչու ոչ։ Եթե ստացվի միջև այդ գալ կոնսենսուսի թիմի ներսում ու ստանալ այդ բոլորի համար ընդունելի տարբերակը, ապա ինչու ոչ։ Կներեք, վերջնարդյունքը ինչ է, պարոն Ալեքսանյան։ Այսինքն Ինչպիսի օրենք եք ուզում ունենաք, ոչ ինչքան ժամանակում Հայաստանում դե հենց դա է, որ հիմա քննարկման փուլում է ու վերջնական չի։ Չէ, վերջնական ոչ մի տարբերակը չի, այս բանը դեռ քննարկման փուլում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մշտապես ապրող քաղաքացիները որոշիչ ձայն ունենան ընտրություններում, որտեղ մենք էս կներեք, որտեղ մենք այս ընտրություններում ականատես եղանք մի բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գրեթե բռնի ուժով ստիպողաբար կամ կաշառքի դիմաց ուղարկում էին այլ երկրից Հայաստանի Հանրապետություն ընտրությունների մասնակցելու եւ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով։ քանի օրինակ քաղաքացի է դրսից եկել ունեք ինչ որ տվյալներ Ես չեմ կարող ասել, Պարոն Ալեքսանյան, եթե օրինակ մեկը գնացել է ուսման նպատակով արտերկիր եւ ուսումը կարող է այդ բոլոր արգումենտները մեր քննարկումների ժամանակ էլ են հնչում ու քննարկման փուլում է այս հարցը պետք է հասկանալ, էլի դրա համար շատ Սահմանադրական մեծամասնության հարցը ինչպես է լուծվելու, քանի որ 3-րդը դա սահմանադրական մեծամասնություն չէ։ Դե հիշում եք, այնտեղ բան կար։ Կալուգացի օլիգարխի եղբոր տղան ասել էր, որ մեզնից 8 պատգամավորի հույս ունեն։ Ինչ ասեմ, տեսնենք։ Տեսնենք, հիմա իրանք բան են
միտք են ասել, ասում եմ, տեսնենք, սա ֆիքսենք, որ Պարոն Ալեքսանյան, ֆիքսենք, չէ, ուղղակի ֆիքսենք, որ նրանք նման բան են Պարոն ասել։ Ալեքսանյան, կներեք, թեժ քննարկվեց Քոչարյանի տեսանյութը, բայց նաև անհայտ է թե ինչի է թույլ չի տրվում, պաշտոնապես չի ասում, թե նա ինչի չի կարող Հայաստանից դուրս գալ։ Սա ինչպես եք մեկնաբանում, երբ որ իրավապահ որևէ կառույց չի ասում, որ նոր գործ կա եւ քաղաքացու Քոչարյանի այս դեպքում տեղաշարժը սահմանափակվում է։ Սա եւս խնդրահարույց չէ։ Խնդրահարույցն է, որ Քոչարյանի տեղաշարժը սահմանափակվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով։ Իր տեղաշարժը պետքա սահմանափակվի 3-6-ի վրա բանտախցով։ Բայց դա կամայականություն չի, պարոն Ալեքսանյան, իրավական պետության տեսանկյունից, երբ որ իրավակարգավորումներից դուրս քաղաքական որոշումներով են առաջնորդվում։ Բայց ինչ գիտեք, որ իրավապահները ասում են, որ խափանման միջոց այդ դրանցով ընտրված չի։ Իրավապահներին հարցրեք, գուցե նոր գործ կա։ Առնվազն Քոչարյանի կուսակցությունն էլ է, առնվազն Քոչարյանի կուսակցությունն էլ անդրակաշարք բաժանել, ես չգիտեմ, չգիտեմ, ասում հարցրեք։ Ես չգիտեմ, պարտավոր չեմ իմանալ, ոչ, չեմ էլ կարող ֆիզիկապես այդ բոլոր քրեական հանցագործության մեջ մեղադրվողների բոլոր գործերն իմանամ։ Առհասարակ այդ սուպեր համակարգիչ է պետք այդքանը հիշելու համար, որտեղ դրան հավանաբար Քոչարյանը եւ մյուսները պատասխան կտան, ինչպես էս վերջին 8 տարիներին էին, չէ՞ տալիս։ Չէ, ինձ թվում է շատ ավելի ինտենսիվ։ Ինչպես օրինակ, ինչ կլինի։ Դիմադիր այդ ղեկավարները ընտրություններից հետո են գնում, հա, Ծառուկյանը, Նարեկ Կարապետյանը։ Դա էլ առհասարակ տեսակի մասին է, էլի խոսքը որպես այդպեսին։ Այսինքն իրանց գնալու խնդիր չեք ունենում հեչ պարոն Ալեքսանյան։ Ունենում եմ, բայց այդ մարդիկ միջև ընտրությունները բան էին անում, ասում էին մենք հաղթելու ենք, բայց բանից պարզվում է այդ իրանց խոսացածից ընտրություններից մի շաբաթ չանցած իրանք արդեն այցեր ունեին պլանավորած, մեկը օրինակ, չգիտեմ, ինչ էր ասում, Եգիպտոս, մեկը Դուբայ, մեկը Ռուսաստան, հա, տենց այդ ինչ հետաքրքիր բան է ստեղծում։ Դուք տեսնում ես այցի մեջ։ Հասարակ վախկոտ փախուստ է։ Պարոն Ալեքսանյան, դիտորդական կազմակերպություններ, անկախ դիտորդականատեսը ասում են, որ ինչ չեն կարել։ Դուք հաղթել եք։ Դուք համարում եք ձերը հաղթանա։ Դուք չեք համարում։ Ոչ, 49% 50+1 չկա։ Դուք ասում եք 60։ Հարգելի քաղաքացիներ, եթե սիրելի քաղաքացիներ 726,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասել է իր խոսքը։ Եթե ընտրակաշառքով Ռուսաստանից բռնի եւ կաշառքով բերված մեր քաղաքացիների այդ բանը հանես, այնտեղ ակնհայտ նրանք չեն կարող ասել, նրանք առհասարակ որևէ բան ասելու իրավունք չունեն, որտեղ նրանք ընտրակաշառ չէ, ամեն մեկը մի բան չի, երբեք չհամարձակվեք իմ ու որևէ ընտրակաշառատուի խոսքի մեջ հավասարության նշան դնել այսօր, որտեղ նրանք այդ հավասարության նշանը չեն վաստակել։ Նրանք ընտրակաշառատուներ են ու նրանց ճակատին փակցվածա լինելու գնապիտակ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Իրանց շատ հետաքրքիր ազգային ժողով է սպասում։ Մասնավորապես ազգային ժողովի իրանց հատվածը սուպերմարկետի նման ալնելու գնապիտակներով։ Ասենք կարելի ալնելու մոտենալ 5000 դրամ բաժանած ֆրակցիայի падգամավորին 5000 դրամը տալ ու ինչ ուզենալ ասել։ Պարոն Ալեքսանյան, ես հալի անցնեմ, դիտորդական գնապիտակի հետ կապված 2020 թվականին նույն ընդդիմությունը դες համարում էր դավաճան։ Հիմա ձեր ճակատին է կամ գնապիտակն է դավաճան։ Համարելով չի, հարգելի քաղաքացի, հարգելի լրագրող, համարելով չի։ Ամեն մարդ շատ բան կարող համարի, կա փաստ։ Եվ կա փաստ։ Այդ ձեր ուզածները չի բան Ալեքսանյան, որ ձեզ ասեն ղեկավարը հայտարարել է, որ կան մարդիկ ինքնախոստովանական ցուցմունքներ տված մարդիկ, ես էլ եմ հարց տալիս մի ժամ։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կեղծ են այդ ձայնագրությունները, դուք տեղեկություն ունեք որևէ ընդդիմադիր էքսպերտիզայի, որ համարի կեղծ։ Չեմ լսել, առնվազն չեմ լսել նման բան, բայց դա կարող քննական գաղտնիքի շրջանակներում լինի, մենք չիմանանք հիմա, բայց խորհուրդ եմ տալիս, թող դիմեն, թող բոլոր ձայնագրությունները վերցնեն ու դիմեն, որտեղ իրանք չեն ասում եք եղծված է, իրանք ասում են կոնտեքստից կտրված է, ես ասում եմ, որ կոնտեքստում ուզում եք, լսեք, երբ որ մարդը ասում է գլուխը 5000 դրամ, երբ որ մարդը ասում է միջին ստավկեն մարդու ինչքան է 70-ա թե 50000, այդ ինչի մասին է խոսքը։ Պարոն Ալեքսանյան, նախորդ հարցի հետ կապված, հա, շողիկի, ի վերջո ԿՊ-ն կգնա այդ քայլին ՍԴ դիմելու, որ ասում եք այդքան գլուխներով են հաշվի 5000, 10000, արդյոք վիճահարույց համարում եք այս ընտրության արդյունքները գոնե ընդդիմության մասով, թե չէ, եւ կդիմեք սահմանադրական դատարան։ Հարգելի գործընկերներ, ընդդիմության մասով առնվազն գերակնհայտ է ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գիտի, որ չկա ուղղակի լեգիտիմ ընդդիմություն։ Կդիմեք ՍԴ թե ոչ։ Չեմ կարող ասել, առնվազն ասում եմ, նորից եմ ասում, մեր իրավաբանները ինչ որ տեսնում են, որ կա
իրավական լուրջ բաց ընտրակաշառքների Քաղաքական որոշում ունի ԿՊՍԴ ու մենք այդ բացը պիտի լրացնենք ու ձեր ասածը նաև լրացուցիչ իրավական Իսկ հետազոտություն երկրում արտահերտ կարիք ընտրություններ նշանակելու հիմքեր տեսնում եք։ Չէ, ես չեմ Բա տեսնում։ եթե ասում եք Առնվազն կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առնվազն իշխանության ձևավորման մասով իր խոսքը շատ հստակ ասել է, մնացածը նոր ընտրությունների եւ մնացածի մասով ես կարծում եմ իշխանությունը միանշանակ լեգիտիմ է ձևավորվել, ընդդիմությունը միանշանակ ապա լեգիտիմ է, որովհետեւ ընդդիմությունը քաղաքացիների ճակատին գնապիտակ է փակցրել։ Պարոն Ալեքսանյան, բայց դեպքում եթե ընդդիմության այդ խնդիր եք տեսնում, ինչի քայլեր չեք ձեռնարկում։ Ձեռնարկում ենք, ով ասում չենք ձեռնարկում։ Ինչ եք անում։ Ասում եմ, հիմա նոր օրենսդրական փոփոխություններ ենք ձեռնարկում ու դեռ Բայց դա հետադարձություննելու է, պարոն Ալեքսանյան, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինչ կլինի։ Ինչ օրինակ Հետադարձ ուժը ինչ կապ ունի, Դե հետադարձ ոնց է ուժը դա այլ բան է։ ազդելու, այսինքն հիմա մի իրավիճակ է, որը դուք գնահատում եք Ես օրինակ չգիտեմ, այդ օրինակ օրենսդրական փոփոխություններից հետո եթե ընտրակաշառքի վճիռները երբ են լինելու միջև օրենսդրական փոփոխությունը, թե օրենսդրական փոփոխությունից հետո սա այլ հարց է, չգիտեմ։ Չեմ կարող ասել, կարծում եմ պետքա նայենք ու սա շատ իրավաբանական տիրույթի հարց է, ես թույլ տվեք շատ մանրամասների մեջ չմտնեմ։ Իսկ պարոն Ալեքսանյան, դուք ինչպես եք նկատի ունեք, հա։ Հա ինչ չէ։ Ինչքան րոպե առաջ պետքա ընտրակաշառատու սրիկաների որջերը փակել Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Ալեքսանյան, դիտորդական կազմակերպությունները, անկախ դիտորդը, ականատեսը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրավական ռումբ են որակում, ապօրինություն, որ թույլ տվեց, այսինքն այդ վերաքվեարկությունը չեղավ, ըստ էության սրա արդյունքում հիմա ԿՊ-ն ունի 3/5։ Ձեզ համար այս պատկերը արդյոք մտահոգիչ չէ, որ մշտապես լինելու է օթում այն հարցը, որ դուք ստացաք 3/5 ԲՀԿ-ին դուրս։ Իրականում այդ հարցը չի լինելու օթում մշտապես ցավոք սրտի մնալու է այն հարցը, թե ոնց ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն հասան միջև արդյունքների ամփոփում ու ինչու նրանք ավելի վաղ նրանց մասնակցությունը չկասեցվեց այդ ընտրակաշառքի հսկայածավալ բաների բերումով։ Ձեր ասածը չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հետաքրքիր, ավելի շատ հետաքրքիր է իմ ասած հարցը, որտեվ առհասարակ կներեք, բայց ԲՀԿ-ն չպետք է հասներ արդյունքների ամփոփման փուլի, որ մի հատ էլ ասեր, օ իմ ձայները սենց մի հաշվի։ Հենց այդպես Այսինքն պետությունը իրավական պետություն է, եթե կան իրավական կարգավորումներ, ուրեմն թող դրանք գործեին։ Շատ լավ, դե հիմա իրավական կարգավորումներն եք ասում, դե ես ասում, իրավական կարգավորումների շրջանակներում ԿՀ-ն կայացրել է իր որոշումը, ինձնից ինչ եք Ես եմ ասում։ ասում, որ դա դիտորդները ասում են Դե ես էլ հիմա նայել ուրիշ բանն եմ, ասում եմ, որ նրանք ի սկզբանե պետքա ապօրինության հետևանքով Ինձ մտահոգում է այն փաստը, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը առհասարակ հասել են արդյունքների ամփոփման փուլ, որ մի հատ էլ վերջնահաշվարկ, մի հատ էլ նայենք, մի հատ էլ վերահաշվարկ, մի հատ տենանք քանի տոկոս հավաքեց։ Պարոն Ալեքսանյան, դուք ոչ օրինակ քաղաքասարակության ներկայացուցիչ եք, ոչ ակտիվիստ եք, դուք չպետք է մտահոգության դիրքերից խոսեք, դուք պետք է հարցին պատասխանեք, եթե այդ ուժերի հետ կապված կար խնդիրներ, ինչի այնպիսի որոշումներ չեն կայացվել, որ օրինակ եթե իրապես խնդիրները կային, չմասնակցեին իրենք ընտրություններին։ Կներեք, հարգելի պարոն Կիրակոսյան, բայց ես ազգային ժողովի падգամավոր եմ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները ես չեմ կատարում։ Քաղաքական պատասխանատվություն կրող թիմի անդամ եք։ Չեմ էլ կարող ինձ վրա վերցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունները, քանի որ ԿՀ-ն առանձին սահմանադրական մարմին կներեք, իշխանությունը իր մասով ինչ հնարավոր է ապահովել է։ Ինչու ԿՊ-ն չդիմեց ԿՀ այդ խնդիրներով, որ օրինակ ասում եք մարդկանց գլխականակով էին հաշվում, ինչի չդիմեց։ Ես գիտեմ, որ այդ հարցով դիմում եղել է եւ ԿՀ-ն մերժել է, բայց ուրիշ կուսակցության դիմումով եք հիմա դուք արդարանում։ Պարոն Ալեքսանյան, ընտրություններից առաջ դուք հայտարարում էիք, ԿՊ-ից հայտարարվում էր, որ դուք ակնկալում եք եւ հուսով եք, որ կստանաք ավելի շատ ձայն, տոկոսային առումով ավելի շատ, այսինքն 54% ստացել էիք 21-ին, դրանից ավելին էիք ակնկալում։ Ինչու չստացվեց ավելի տոկոսայինով ավելի շատ ձայն, որովհետեւ այն թիվը, որ նշում եք, դա մասնակցության արդյունքում է, բայց տոկոսայինով միևնույն է նվազել է վստահությունը։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը, կներեք, որովհետեւ իմ ընկալմամբ մեր ակնկալվող հենց թվով ձայները մենք ստացել ենք։ Տոկոսով դուք 49% եք ակնկալում։ Ուրիշ բան, որ ընտրակաշառքներով եւ արտերկրից բերված քաղաքացիների հսկայական ծավալներով այդ տոկոսը ընդհանուր հարաբերակցության մեջ պակասել է։
Բայց այնուամենայնիվ գերակնհայտ է, որ 680,000 թվերի փոխարեն նախորդ ընտրությունների մենք ստացել ենք 726,000։ Պարոն Ալեքսանյան, որոշվել է արդեն ինչպես է պաշտոնները բաժանվել։ Տենց են իրանց մխիթարում Կարապետյանները։ Չէ, ես ձեր Հայկա Կարապետյանն ինչ կապ ունեմ։ Ես Չունեմ, լավ։ Այստեղ պարոն Սիմոնյանն ասել դուք եք ասել 67+% Ես 67% բառ եմ ասել։ Պարոն Ալեքսանյան, որոշել են արդեն կուսակցությունում, վարչությունում, թե ինչպես են պաշտոնները բաժանվելու խորհրդարանական, թե ոչ, ովքեր են մանդատները դնելու։ Ոչ։ Երբ եք որոշել։ Երբ որ նման որոշումներ ունենք տեղեկանակ, բայց դեռ նման որոշում։ Դուք եք հավակնում ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Ասում են ԿՊ-ում կռիվ է այդ թեմայով։ Կռիվ ենք էլ ձեր տանը ասում։ Պարոն Ալեքսանյան, իշխանությունը շարունակում է մտահոգել, որ Ռուսաստանից հնչում են տեսակետներ, որ կասկածելի է Հայաստանի ընտրությունները եւ նաեւ չեն շնորհավորում։ Ենթադրվում է շատ բարձր են գնահատում մեր ռուս գործընկերների Չէ, մեր ռուս գործընկերների փորձագիտական մակարդակի կարծիքը շատ գնահատում ենք մեր ռուս գործընկերների ժողովրդավար ընտրությունների անցկացման փորձի մեծ փոխանցման փորձերը, որպես չէ, բնավ ինչից վերցրիկ որ ծաղր։ Որտեղ այնտեղ ակնհայտ խախտումներ են եւ Ռուսաստանի նախագահը 90%-ով հազար ներողություն։ Մենք դա ձեր անձնական տեսակետն է, խնդրում դա ինձ միջազգային մենք շատ բարձր ենք գնահատում, որ մեր ռուս գործընկերները որոշել են իրենց ժողովրդավարական հմտությունները նաև փորձեն փոխանցել մեզ, մենք դա բարձր ենք գնահատում, ենք ուսումնասիրենք նրանց բոլոր հայտարարությունները ու առաջիկայում էլ գիտեք, որ Ռուսաստանում էլ են ընտրություններ անցկացվելու, վստահ եմ նաև դե Ռուսաստանը ավելի մեծ, ավելի հարուստ պետություն է, գուցե այնտեղ ավելի լավ են անցկացվում ընտրությունները, կնայենք, ուսումնասիրենք, տեսնենք։ Պարոն Ալեքսանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ եթե չլիներ այդ ընտրակաշառքը, չլինեին այդ, չգիտեմ, ոնց դուք եք ասում ընտրություններին դրսից բռնությամբ, նաև չգիտեմ, ստիպողաբար բերելու այդ մեթոդները, դուք ամեն դեպքում 54%-ից ավելի կվեք ստանայիք։ Ես տոկոսներից չեմ խոսում, բայց ասում եմ անհամեմատ մեծ կլիներ մեր ստացած տոկոսը, որպես այդ ուսա ակնհայտ ճշմարտություն է, ուսա ապացուցվում է մի քանի եղանակով, որպես այդպեսին ուղղակի նայեք, եթե չեմ սխալվում, երկու անկախ հարցում ա եղել որպես այդպեսին, մեկը որներ են even report, եթե չեմ սխալվում, եւ IRI, երկուսն են բացեք այդ հարցումները ու նայեք, ում ձայներն են անհամամասնորեն ավելացել։ Այդ անհամամասնությունը մի բացատրություն ունի՝ կաշառք եւ դրսից բերված քաղաքացիություն։ Պարոն Ալեքսանյան, տարածաշրջանի ամենաժողովրդավար երկրում քաղաքացուն աշխատանքից ազատեցին համայնքապետարանի աշխատակցին, որ նա համարձակվել էր։ Թույլ տվեք հարցը հարցնեմ։ Կիրանցում համայնքապետարանի աշխատակցին ազատեցին, որ նա համարձակվել էր Facebook-ում գրել այն մասին, որ Կիրանցում ԿՊ-ն հավաքել է մեծ քվեներ, որովհետև նախ Կիրանցի բնակչությունը այդքան չկա, ինչքան կողմ քվեներ ունի եւ տեղեկացրել էր, որ կան մեր սահմանապաներն են, այնտեղ այլ պետական կառույցների աշխատակիցներ, որոնք ժամանակավորապես հաշվառվել են, ընտրել են Իսկ չէ, ես չգիտեմ։ Թույլ տվեք հարցը տամ էլի։ Եվ նա հիմա այդ գրառման համար ազատվել է աշխատանքից, սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ այդ գրառման համարը ազատվել, թե այդ գրառման համար Facebook-ում ոչ մի բան բաց չեք, ոնց այս մեկը բաց եք թողել։ Ստացվել է։ Այդտենց էլ է պատահում, բայց ես նախ օրինակ միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր պնդում են, թե իրան գիտեն, թե իրանց ամբողջ գյուղը ոնց է քվեարկել, ասենք 30 սահմանապահը ոնց է քվեարկել եւ 40 մանկապարտեզների աշխատողները օրինակ ոնց են քվեարկել։ Միշտ զարմանում եմ այդ մարդկանց վրա, ովքեր որ տենց վստահ պնդումներ են անում։ Դուք սա խնդրալից չեք համարում։ Մենք բարձր ձայներն ենք, մարդը մի գյուղում հակարդակով չասում։ Բայց իմ ասածը փաստում է 726,000 բավեր քվեաթերթիկով հարգել եղուզ ան։ Ոնց է, փաստացի իրանցի քվեաթերթիկներում 55+% քաղաքացիական պայմանագիր է։ Ոնց կարա փաստի, որ այս մարդը քվեարկել է կողմ, այս մարդը ուրիշին է քվեարկել։ Հիմա ես դուք Եվ այդտենց այս Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ մի հատ ոնց որ ընդհանրացնեք, հիմա դուք պատրաստվում եք առնվազն մի քանի օրենսդրական նախաձեռնություն ԿՊ-ն անձամբ հեղինակելու այդ ցենզի հետ կապված։ ԿՊ-ն չլինի, կարող պատգամավորներից մեկը լինի, բայց մեր խմբակցությունից այստեղ էականը բովանդակությունն է։ Մեկը լինելու է, որ վերաբերվելու է այդ ցենզին դրսում ապրողների, մյուսը դա հակակոռուպցիոնն է, որ դիմել է արդարադատության նախարարություն եւ դրանով ընտրակաշառք բաժանող
այդ ուժերի հարցն է կարգավորվելու, այս երկուսն է թե էլ ինչ որ բան կա։ Կխնդրեի մի հատ ամբողջացնեք, էլի։ Իմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Արուսակ Ջուլհակյանի եւ Ալխազ Ղազարյանի նախաձեռնությամբ ընտրակաշառքի համար պատիժը խստացնող նախագիծ ունենք, որը եւս կարելի է այս նույն կոնտեքստում դիտարկել ու առհասարակ ընտրակաշառքի մասով որոշակի ել ավելի հավելյալ բաներ կան։ Ես օրինակ կարծում եմ վատ չէր լինի, եթե մենք օրինագիծ ունենայինք, որով որ ընտրական հանցագործությունների մեջ ներգրավված ցանկացած մեկը կզրկվի Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական կամ հանրային պաշտոն զբաղեցնելու ընդմիշտ։ Վատ կլինի, իմ կարծիքով շատ լավ կլինի։ Դուք առաջարկել եք, թե այսինքն համայնքային ծառայող նույնիսկ, չգիտեմ, այս քննարկումն էլ կա օդում կախված, նաև գործընկերներն էլ են քննարկում անդադ այս թեմայով շատ քննարկումներ են ունենում ու մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մենք բոլոր ընտրակաշառատու, ընտրակաշառքի մեջ ներգրավված անձանց համար մաքսիմալ անտանելի պայմաններ ենք ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք չեն կարողանալու թփրտալ։ Եվ այս ամբողջ նախաձեռնությունները հնարավոր է ընդունեք մինչև նոր խորհրդարանի ձևավորում, այսինքն շատ հնարավոր է, եթե բոլորի մասով ունենանք պատրաստի նախագծեր, որոնք կլինեն կոնսենսուսային, շատ հնարավոր է։ Աշխատում եք, որ հասցնեք։ Այո, ամեն ինչ անում ենք, փորձում ենք, ինչքան շուտ, այնքան լավ սկզբունքով ենք առաջնորդվում, էլ ինչ որ դեդլայներ չունենք մեր առաջ։ Հիմա պարոն Ալեքսանյան, ենթադրենք այդ կաշառքների հետ կապված ընդունվում է ինչ որ նախաձեռնություն եւ մինչեւ դրա ընդունվելը լինելու են ինչ որ դատական որոշումներ։ Դա օրինակ ինչ կերպ է ազդելու տվյալ ուժի։ Չեմ կարող ասել, սա շատ իրավաբանական նուրբ հարցեր եք տալի հիմա, թույլ տվեք ես չպատասխանեմ մեր գործընկերներին։ Հասկացա, ես հիմա քաղաքական ընդհանուր համատեքստը ձեզ ասում եմ, մնացած իրավաբանական նրբությունները կխնդրեմ մեր գործընկերները, երբ որ նախագիծը բերեն, արդեն իրենց հարցնեք։ Ձեզ նույնպես։ Աճի ապահովումը, ինչպես նաև ծախսերի իրականացումը